Ծափաթաղ գյուղում կորած 3 տարեկան Տիգրան Ավանեսովին նախնական տվյալներով սպանել է հայրը, խեղտամահ է արել։ Խորհրդարանում լրագրողներին այս մասին հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նա նշել է, որ այս պահին այլ տվյալներ չի հանրայնացնի, միաժամանակ շեշտել. իր նշած վարկածը դիտարկվել է առաջին իսկ օրից։ Ըստ նախարարի, երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան խնդիրներ են եղել, տղամարդը հարցաքննվել է։ Ավելի վաղ երեխայի հորաքույրն ասել էր, որ համար եղբայրը, որը կորչելուց առաջ Տիգրանի հետ է եղել, անընդհատ կոկորդն է ցույց տալիս։ Դրանից հետո ենթադրություններ հնչեցին, որ դա խեղդել է նշանակում։ Արփինե Սարգսյանը հայտնել է, սոցիալական ծառայության հետ համատեղ աշխատում են, որ ընտանիքում բնակվող մյուս երեխաների մասով որոշում կայացվի։ Քննչական կոմիտեն ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի եղբորը Գևորգ Ներսիսյանին եւ վերջինի որդուն Համբարձում Ներսիսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Հայր ու որդի Ներսիսյանները մեղադրվում են խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ։ Ներսիսյանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում կա հարուցված։ Առիթը Հանրապետություն կուսակցության վաղաշապետի քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումն է, որում վերջինը հայտնել է, թե կաթողիկոսի եղբայրն ու նրա որդին խոչընդոտել են իրենց քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը վաղաշաբաթ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում։ Դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Civilnet-ի վճռի համաձայն լրատվամիջոցը պետք է 2024 թվականի նոյեմբերի 13-ին հրապարակված հոդվածի վերաբերյալ հերքում հրապարակի։ Միաժամանակ դատարանը մերժել է դրամական փոխհատուցման եւ ներողության պահանջը։ 2025 թվականին Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 17,000 մարդ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ նախորդ տարվա համեմատ 15.5% աճ կա։ Դադարեցվել է 3166 անձի քաղաքացիություն, ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 21916 տեղահանված անձ, որոնցից 14064-ն արդեն քաղաքացիություն է ստացել։ Էրեբունի Երևան տոնակատարությունների շրջանակում միջոցառումների կազմակերպումն այս տարի դարձյալ Factory Production ընկերությունն է իրականացրել, կրկին 1 անձից գնման ընթացակարգով։ Երևանի քաղաքապետարանն ընկերությանը վճարել է 330 միլիոն 934 հազար 895 դրամ կամ $865,000։ Տոնակատարություններն անփոփոխ եզրափակիչ համերգի ընթացքում ելույթ են ունեցել Թաթա Սիմոնյանն ու Լյուբով Ուսպենսկայան։ Թե Երևանի քաղաքապետարանը որքան է վճարել նրանց դեռևս հայտնի չէ։ Factor TV-ն հոկտեմբերի 1-ին գրավոր հարցում է ուղարկել քաղաքապետարան, խնդրելով տեղեկատվություն տրամադրել տոնակատարության շրջանակում կազմակերպված միջոցառումների ծախսերի վերաբերյալ, պատասխանը դեռ չենք ստացել։ Ուկրաինական կողմն անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա, որը Ռոսնեֆտի մաս է կազմում։ Սարատովի բնակիչները գիշերը սոցցանցերում հայտնել են պայթյունների, ազդանշանների եւ հակաօդային պաշտպանության ակտիվության մասին։ Քաղաքի օդանավակայանի գործունեությունը գիշերը մի քանի ժամով դադարեցվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սարատովի մարզի վրա 29 անօդաչու թռչող սարք որսալու մասին։ Այս գործարանն աշնանսկզբից ի վեր արդեն 4-րդ անգամ է հարձակման ենթարկվում։ Իսրայելը Համասից ստացել է Գազայում պահվող եւս 3 պատանդի մարմին, հայտարարել է Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Մարմինները տեղափոխվել են ազգային դատաբժշկական կենտրոն նույնականացման եւ մահվան հանգամանքների հետաքննության համար։ Մինչ օրս Իսրայելին է վերադարձվել 28 պատանդներից 17-ի մարմինը, այդ թվում 15 իսրայելցիների, 1 թայլանդցու եւ 1 նեպալցու մնացորդներ։